ծանրակշիռ փաստեր կուտակվեն, որից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտադրված կլինի այլևս դիմել դատարան։ Հարգելի գործընկերներ, ընտրական օրենսգիրքը կարգավորում է թեկնածուների հետ կապված հարաբերությունները։ Մեր իրավապահները իրենց գործունեության ընթացքում բազմազան, տարեկան հազարավոր գործեր են քննում։ Իրավապահները իրենց գործառույթները ունեն, չգիտեմ, արտաքին մարտահրավերները կանխելու եւ այլ։ Ընտրական օրենսգիրքը կարգավորում է թեկնածուն, այսինքն կուսակցությունը նախ պիտի գա գրանցվի։ Ասացի, որ երբ որ ինքը անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնում է, ինքը գրանցվում է։ Արդեն գրանցված կուսակցությունը կամ դաշինքը պիտի ընտրական օրենսգրքի կարգավորումները, ասենք, պարբերաբար եւ տոտալ ոտնահարի։ Եվ ու այս դեպքում, ասենք, ձեր նկարագրած երևույթը եւ այնինչ նախատեսում է ընտրական օրենսգիրքը փոխկապակցված չեն։ Կրկնում եմ, մեր օրենսդրությունը վերաբերում է ընտրական օրենսգիրքի կարգավորումները վերաբերվում են գրանցված կուսակցություններին կամ դաշինքներին, գրանցված թեկնածուներին, այսինքն թեկնածուները մեր մոտ վերջնականապես ցանկը հայտնի կլինի մայիսի 3-ին, երբ որ կգրանցվեն, ապրիլի 23-ին առաջադրումներն ավարտվելու, այսինքն մենք կունենանք հավակնորդներ, այսպես ասենք, կուսակցությունների, իսկ վերջնական գրանցված ցանկը կունենանք մայիսի 3-ին։ Այն մայիսի 3-ից գրանցվելուց հետո իրենց գործունեությամբ պայմանավորված լինելու, իրենք ինչ իրավական կարգավիճակում կլինեն, այստեղ կանխակալ ինչ-որ գնահատականներ տալ եւ այլ, դա կներեք որևէ մեկ իրավունք չունի։ Տիկին Ստեփանյան, ես կրկնում եմ, այս դեպքում իրավապահների գործառույթն է մեր քաղաքացիներին պաշտպանել, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս իրենց ունեցած գործիքակազմով։ Գործառույթը վերաբերվում է կուսակցություններին գրանցված, թեկնածուներին գրանցված եւ իրենց գործունեությանը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մեր կուսակցությունները գործունեություն ծավալելու իրավունք չունեն։ Տիկին Ստեփանյան, ես կրկնում եմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետախուզական, հակահետախուզական կամ իրավապահ մարմին չէ, որ իր գործունեությունը պայմանավորվի ձեր նկարագրած գործիքակազմով։ Եթե որևէ կուսակցություն Հայաստանում գրանցվելուց հետո ընտրական օրենսգրքի հետևողական կոպիտ շարունակական խախտումներ թույլ կտա, այդ դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է քննարկել այն հարցը, որ դիմի դատարան տվյալ կուսակցության գրանցում ուժը կորցած ճանաչելու պահանջով։
Պարոն Հովակիմյան, շարունակելով ուժեղ Հայաստանի թեման, հիմա քաղաքական դաշտում մասնավորապես Հանրապետություն կուսակցության կողմից